Շատ ուրախ եմ, որ մենք արդեն երրորդ տարին Double Pass-ի հետ համագործակցում ենք։ Սա մեր համար շատ կարևոր քայլ է։ Այս տարվա սկզբին վերջնականացրեցինք մեր նոր ծրագիրը Double Pass ընկերության հետ, որը վերաբերելու է պատանեկան ազգային հավաքականներին առաջին հերթին եւ նպատակաուղված երկամյա ծրագիրը մինչեւ 28 թվական մենք փորձելու ենք կատարելագործել մեր աշխատանքը պատանեկան հավաքականներում։ Այդպիսի մտայնություն կա, որ պատանեկան հավաքականները ֆուտբոլի ֆեդերացիային են եւ ինչ լինի պատանեկան հավաքականներում, դա ֆուտբոլի ֆեդերացիայի հարցն է։ Իրականում դա այդպես չէ, պատանեկան հավաքականների ֆուտբոլիստերին մատակարարում են ակումբները։ Այդ իսկ պատճառով բոլորը այս լսարանում եւ բոլորը ով Double Pass-ի հետ անցել են այս ճանապարհը, մասնակից են մեր պատանեկան հավաքականների եւ հաջողություններին եւ անհաջողություններին եւ այդ ճանապարհին մեր հիմնական այն հավաքականը, որը մեզ պետք է ներկայացնի FIFA-ի երիտասարդական աշխարհի առաջնությանը, այդ հավաքականի հետագա աճին, այն ծրագիրը, որ մենք ներդնենք, կարծում եմ կնպաստի աճին։ Բոլորդ մասնակից եք լինելու այդ process-ին, նրանք ովքեր աշխատում են ակումբներում, նրանք ովքեր աշխատում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համակարգում, եւ ես կուզեմ, որ մենք ամենայն պատասխանատվությամբ վերաբերենք այս հարցին, որովհետեւ նվազագույնը 24 թիմ է լինելու, եւ այդ 24 թիմերից Եվրոպան ներկայացնելու են Կարծում եմ առավելագույնը 6 թիմ։ Այդ 6 թիմերից մեկը լինելու է Հայաստանի հավաքականը։ Սա առաջին հերթին պատասխանատվություն է, լավ հանդես գալու FIFA-ի կողմից անցկացվող երկրորդ խոշորագույն մրցաշարում եւ Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է խաղալ այդ մրցաշարի եզրափակիչ փուլում։ Հույս ունեմ, որ բոլորս միասին այսօր մեկ նպատակ ունենք եւ մենք կաշխատենք զարգացման համար եւ մանկապատանեկան ֆուտբոլի եւ պատանեկան հավաքականներին աջակցելու առումով եւ պատվով հանդես կգանք աշխարհի 29 թվականի երիտասարդական առաջնությանը։ We started with the FFA, the Armenian Football Federation, in 2023. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ գործակցում ենք 2023 թվականից նախ աշխատել ենք սպորտային տեխնիկական ղեկավարության հետ, ապա ակումբների հետ աուդիտների եւ սերտիֆիկացման գործընթացում։ Իսկ այս փուլում աշխատում ենք մարզիչների հետ։ Սա մարզիչների փորձագիտական ծրագրի 4-րդ եզրափակիչ մոդուլն է։ Այն անցկացնում ենք ինչպես տեսական դասերի եւ ինտերակտիվ քննարկումների, այնպես էլ գործնական աշխատանքների միջոցով։ Այս անգամ գործնական դասերի գլխավոր շեշտադրումը խաղադաշտում որոշումներ կայացնելու ունակությունն է։ Ընդհանուր առմամբ մենք ֆուտբոլիստերին բավարար չափով չենք սովորեցնում ճիշտ կողմնորոշվել խաղի ընթացքում։ Այս մարզումները հենց այդ բացը լրացնելուն են միտված։ Հայ մարզիչները աչքի են ընկնում սովորելու մեծ ցանկությամբ։ Միաժամանակ նկատում ենք, որ կա մակարդակն ավելի բարձրացնելու անհրաժեշտություն։ Շարունակական կրթության եւ զարգացման միջոցով հնարավոր է տեղացի մասնագետներին հասցնել որակական նոր նշաձողի։ Պետք է միշտ հիշել, ունենալ լավ մարզիչ նշանակում է ունենալ լավ ֆուտբոլիստներ։ Էական չէ դու ծնվել ես Հայաստանում, Բելգիայում, Նիդերլանդերում, թե Գերմանիայում։ Տաղանդներ կան ամենուր, այդ թվում Հայաստանում։ Սակայն ֆեդերացիայի եւ բոլոր ակումբների համատեղ պարտականությունը ստեղծել այնպիսի համակարգ, որը թույլ կտա լավագույնը զարգացնելու նրանց։ Այս առումով դեռ կան որոշ բացեր, բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրականացնում է բազմաթիվ նախաձեռնություններ իրավիճակը բարելավելու համար։ Here in the 4 different courses. Ներկա եմ եղել բոլոր 4 փուլերին։ Մարզիչների առաջընթացն ակնհայտ է։ Եթե սկզբում նրանք կենտրոնացած էին բացառապես թիմային միջավայրի եւ կոլեկտիվ աշխատանքի վրա, ապա այժմ եվրոպական առաջատար փորձին համահունչ նրանք ավելի շատ շեշտը դնում են անհատական զարգացման վրա։ Դա շատ կարեւոր է, քանի որ հենց անհատական աճի շնորհիվ են ֆուտբոլիստները հասնում ակումբի առաջին թիմ կամ ազգային հավաքական։ Ամեն հաջորդ դասընթացի մեր ծրագրին մասնակցող մարզիչները մեզ ցուցադրում են իրենց նորամուծությունները։ Սա փաստում է, որ նրանք շատ արագ են յուրացնում տեղեկությունը եւ կիրառում գործնականում։ Ինձ համար այս ծրագրի ամենակարևոր գաղափարն այն է, որ մասնակիցները չպետք է մեխանիկորեն պատճենեն օտարերկրյա փորձը։ Նրանք պետք է վերցնեն առանցքային գաղափարները եւ դարձնեն իրենցը։ Պրո արտոնագրով մարզիչ եմ, Բելգիայում եմ անցկացրել բոլոր արտոնագրերս, աշխատել եմ Club Brugge ակումբում։ Double Pass-ը շատ ճանաչված ընկերություն է մեր մոտ։ Ինձ քանի անգամ է, ճիշտն ասած, որ հարցրել են մասնակցեմ ես միջոցառումների Հայաստանում, այս անգամ մեծ սիրով միացա, դե իրանք գիտեն, որ հայ եմ։ Շատ ուրախ եմ, որ բոլորը հետաքրքրված են լսում եւ մասնակցում այս դասընթացներին։ Ու զգում եմ, որ իրանք շատ մեծ ցանկություն ունեն աջակցել, օգնել հայկական ֆուտբոլը
առաջ տանելու համար։ Առաջի քայլերը, ինչպես որ ասեցի, արդեն անում է, ֆեդերացիան էլ անում եւ տարբեր ընկերություններ էլ կան եւ տարբեր կլուբներ էլ կան, որ փորձում են դեպի առաջ տանել։ Մասսայական ֆուտբոլը բնականաբար շատ կարեւոր է, իսկ մեր երիտասարդ պատանիներին պետքա ճիշտ ձևի կրտել, որպեսզի իրանք իմանան, թե պրոֆեսիոնալ ֆուտբոլը ինչ է։ Շփվելուց ես նաեւ զգացել եմ, որ շատ մարզիչներ այստեղ արդեն ունեն որոշակի գիտելիքներ, այդպես չի որ զերոյից են սկսում։ Դրա համար ուզում եմ նաև գնահատականներ տալ Coach Education Department-ի, այստեղ հայկական, որտեղ իրանք շատ լավ գործ են անում ու փորձում են ամեն ինչ անեն, որ մեր մարզիչներին բարելավեն իրանց որակներով։